Վստահ եմ գիտեք, որ Հայաստանի արտաքին պարտքը Փաշինյանի կառավարման ընթացքում կրկնապատկվել է։ Երբ հարցում են ինչ ես այդ 8 միլիարդ դոլարը, ասում է զենք եմ առել, հավատում եք։ Շուտ ասում։ Ինչու։ Զենք խաղաղություն ակնկալ զենք առնում այն չի չեմ հասկանում։ Եթե խաղաղություն ես կնքում, զենքի չտա պետք։ Այո, ճիշտ ես ասում։ Այնքան է կրկնապատկվել, որ ինքը վերցնում է իր ինչպես ասեմ, որ ավելի իր այդ կուսակցությունը բայելու, իրեն պաշտպանելու համար։ Ինքը միայն դա է ցանկանում, որ ինքը նորից դառնա, որպեսզի մեր սերունդներին հեղափոխի թուրքական։ Չեմ հավատում։ Ինքը այդ բոլոր այդ պատկերը մեզանից պիտի տանի, բայց աղբե տվել ալարի իր նախարարներ, իր պատգամավորների։ Ոչ։ Ինչու։ Որտեղ ինքը ինչ որ ասում է, լրիվ հակառակը։ Հիմա խաղաղության մասին ասում, մենք ամեն օր պատերազմ ենք սպասում։ Արցախը ինչ էր ասում, մերն էր։ Բայց տվեց նրանց։ Ինչ ասում է, հակառակը ենք անում։ Դա չպիտի հավատաս։ Դե բարձր մարդիկ իմանան է, ես ձեզ բանես գաղափար չունեմ։ Իսկ հավատում եք, որ զենք է գնել։ Չէ։ Դե ես զինամթերքի պահեստապետն եմ, որ հավատամ։ Դուք հավատում եք։ Ես չէ։ Ահա։ Դե ես չեմ տեսել, չգիտեմ, ինչ ասեմ։ Իրենք իրենց գումարը։ Բայց դե չէ, զենք չեն առել։ Քանի կար մի երկու տարի առաջ բողոքում էին, մեզ զենք չեն տալիս։ Դուք էլ եք լսել երևի։ Այդ ոնց եղավ, որ հիմա սկսեց այդքան զենք բերել։ Այսօրվա դրությունով քու սահմանը մոտ դու բերում ես ասենք բունկեր ես սարքում քու սահմանը մոտ մեր առաջվա սահմանում է էվեր ասում է այս զենք առիթ է բունկերը ինչ բունկերը քերոք թախկենակ երկաշարժանում քերոք մտեք բունկերը ապետի զենք ունենաս որ կռվես 10 սատ բանարի հերա հարարի ալիև ողջությունած թխիլու եմ քու բակվիտ եմ թխիլու դες Հայաստանի կմոտիկանա չի մոտիկանա թո ինքը ասում કે այդ 10 սատ ամենալավ հազոր զենքերից առնի ես մեկ էլ պարտքը առաջին ոնց եք մեկ փողովակա քյացա զենք առան մեկ էլ ախպեջան պետությունը կա փողոք կա ասում ես մոլեբդին նա ջերմուկ նա էսա այնա լրիվ հանքավայրերը քեմ ինչ կապ ունի մեկ է քիմել իրաց գրպանին իմ ջուբսակը